Պատմական հայկական Բիստ գյուղը Նախիջևանի Որդուարի շրջանում է։ Հինավուրց բնակավայրը 1604 թվականին դարձել է պարսից շահ Աբբաս առաջինի հարձակման թիրախ։ Բիստը, ուր մարդիկ բնակություն են հաստատել հնուց, պատմական աղբյուրներում հիշատակվում է 13-րդ դարից։ Նրա շրջակայքում մինչև այժմ էլ տեսանելի են մի քանի վաղեմի բերդ ամրոցների, գերեզմանատների, մատուրների, ջրաղացների և այլնի ավերակ հետքերը։ Անվան նշանակության մասին եղած ենթադրությունները վկայում են բառի իրանական ծագման մասին և որևէ կապ չունեն թյուրքերենի հետ։ Ժամանակակից պարսկերենում Բիստ նշանակում է 20, և ըստ մի վարկածի գյուղի հիմնադիրներն ու առաջին բնակիչները եղել են թվով 20 ընտանիքներ։ Ըստ 14-ից 17-րդ դարերում գրչագրված ձեռագրերի, Բիստում են գտնվել Սուրբ Նշան անապատը, Սուրբ Աստվածածին վանքն ու Սուրբ Սարգիս եկեղեցին։ Բիստի Սուրբ Աստվածածին վանքի տաճարը, ուր գրչագրվել են նաև մի շարք ձեռագրեր, Նախիջևանի ճարտարապետական հուշարձանների մեջ ամենամեծ կառույցն էր։ Այժմ այն հիմնովին ոչնչացված է ադրբեջանցիների կողմից։ 5-րդ դարի Սուրբ Նշան անապատը Գողթն գավառի նշանավոր հոգևոր և մշակութային կենտրոններից մեկն է եղել, ուր գրչագրվել են նաև մի շարք ձեռագրեր, որոնցից մի քանիսը պահպանվում են Երևանի մատենադարանում։ 1603-ից 1604 թվականներին պատերազմ սկսվեց Պարսկաստանի և Օսմանյան Թուրքիայի միջև։ Թյուրքախոս Շահ Աբբաս առաջինը սկսեց լայնամասշտաբ արշավանք դեպի հյուսիս, նպատակ ունենալով գրավել Հայաստանի ամբողջ արևելյան հատվածը, այդ թվում Արցախը, Նախիջևանը, Ջավախքը։ Պարսկական զորքի մեջ կարևոր տեղ էին գրավում թյուրքախոս ղզլբաշները, որոնք աչքի էին ընկնում քրիստոնյաների նկատմամբ իրենց առանձնահատուկ դաժանությամբ։ Հետագայում նրանք չարիք դարձան նաև պարսիկների համար։ 1604 թվականի արշավանքի հետևանքով մոտ 605,000 հայեր բռնի տեղահանվեցին, որոնց գրեթե կեսը մահացավ դաժան գաղթի ճանապարհին։ Բիստի հայերը ևս տեղահանվեցին ու քշվեցին դեպի Պարսկաստանի խորքերը, իսկ հայերի փոխարեն տեղում հաստատվեցին թուրքական քոչվոր ցեղերը, քանելով ու ավերելով հայկական պատմական հուշարձանները։ Ամենայն հավանականությամբ Բիստի հուշարձանների պատմական անունները վերանվանել են 1827 թվականին Պարսկաստանից ներգաղթած և Որդուարի շրջանում, այդ թվում նաև Բիստում բնակություն հաստատած հայերը։ Ադրբեջանցիների կողմից վերջին հայ բնակիչները Բիստից տեղահանվել են 1989 թվականին, իսկ գյուղի մշակութային հարուստ ժառանգությունից մնացել են միայն 2 կամուրջները։ Առաջին կամուրջը, որը կառուցվել է Շահ Աբբաս առաջինի օրոք և թվագրվում է 17-րդ դարով, Գիրան գետի վրա է, իսկ երկրորդը կառուցված ավելի ուշ Մեսրոպավան գետի վրա է։ Ճանաչենք մեր հայրենիքը, որպեսզի սիրենք և տեր լինենք նրան։